Ողջույն բարեկամներ, այսօր փետրվարի 14-ն է, արդեն շաբաթ օր, հիշեցնեմ, որ երեկոյան մենք ունենք հարցուպատասխան ուղիղ եթերում և հարցուպատասխանի ուղիղ եթերում հյուրը կլինի Կարեն Արայանը, դուք կարող եք հարցերը գրել նախօրոք կամ հարցեր ուղղել ուղիղ եթերի ժամանակ։ Իսկ այսօր մենք խոսենք շատ հետաքրքիր բաների մասին, իսկ հաղորդում ուզում եմ սկսել նրանով, որ ասում մեր թիկունքում մեծ թափով ընթանում է Հայաստանը թուրքացնելու process-ը։ Եվ այսպես այսօր ցամաքային ճանապարհով Հայաստան են ժամանել ադրբեջանցի փորձագետներ, պատկերացնում եք, համ ադրբեջանցի, համ էլ փորձագետ, ասում տես կատեգորիա կա, սրանք փորձագետ են։ Այո, լավ փորձագետ է, իրենք կարողացան փակել Շուշիի ճանապարհը 10 ամիս սովաման անել արցախցիներին, հետո հաջողությամբ դատարկել դա, ներկայացնել որպես ազատագրում ցեղասպանությունը, հետո կարողացան այդ փորձագետները ազատվել միջազգային դատարանում պատասխանատվություն կրելու պարտականությունից, եւ հիմա այդ փորձագետները թաքուն գալիս են Հայաստան անհասկանալի օրակարգով եւ անհասկանալի մարդկանց հետ անհասկանալի տեղում ինչ որ բաներ քննարկելու։ Բայց եմ ասում, ոչ մի բան հայտարարված չի, ոչ մի բան հայտնի չի, որտեղ են սրանք մնալու, որտեղ են բանակցելու, ինչ օրակարգով։ Միայն մի բան է պարզ, որ 20 հոգի են եկել եւ Հայաստանից ընդունելու է ինչ որ կլոր սեղանը հրավիրել հայկական խորհուրդ վերլուծական կենտրոնի, վերլուծական կենտրոն, հայկական խորհուրդ։ Ես արդեն կարող եմ գուշակել դրա հետևում բնականաբար ովքեր են կանգնած, ինչ են գուշակելու, բայց այդ մասին արդեն խոսում են Երևանից հենց ադրբեջանցիները։ Ուղիղ եթեր են անում հրապարակից եւ ասում են, գիտեք ինչ, հարգելի ադրբեջանցիներ, հարգելի հայրենակիցներ, արեք ձեր հարազատ քաղաք, արեք վերականգնեք ձեր իրավունքները, սա ձեր քաղաքն է, ինչի եք մնացել այնտեղ։ Եվ այսպես պատրաստվում է մեր թիկունքում մեծ դավադրություն, նույնիսկ մեծ դավադրություն արսելը կարծես թե այդքան էլ համապարփակ չի հնչում, ինչ են ուզում անել։ Իսկ Ալիևը պարզ ասում է, մենք վերադառնալու ենք Երևան։ Ալիևը այսքան ժամանակ ոչ մի բան չի ասել, որը չի իրականացրել։ Նույնիսկ ամենաանհնարին, ամենաֆանտաստիկ թվացող բաները, որ ժամանակի մեզ թվում էր դա անհնարավոր չի անել, լինի Ալիևը ասել է եւ Փաշինյան Նիկոլը դա իրականացրել է։ Սկսած Արցախի հանձնումից, սկսած Արցախի դատարկումից, սկսած տարածքների հանձնումից, սահմանադրության փոփոխություն, Սյունիքի միջանց, որ հայերի ոչ մեկի երեսը պետք է իրանք չտեսնեն եւ այլն եւ այլն։ Ինչ ասել է, դա իրականացնում։ Եվ հիմա էլ ասում է, մենք պետքա վերադառնանք Երևան։ Վերադառնալ Երևան շատ կարելի է տարբեր ձևերով։ Կարելի է օրինակ տուրիստ որպես վերադառնալ Երևան։ Կարելի է որպես բնակիչ, կարելի է եւ որպես արտոնյալ բնակիչ, որ Հայաստանի Հանրապետությունը այնպեսի մի արտոնություններ տա ու կտա այս խորհրդարանը այդպես արտոնություններ կտա, նույնիսկ սեփականության իրավունքներ կտա, հատուկ սովորելու, բուժվելու, չգիտեմ, ընտրվելու բոլոր հնարավորությունները կտա, մենակ թե կարողանա հաճայանալ Ալիևին։ Ես այդ ամեն ինչը եւ այս ամեն ինչը ալվում է բացառապես մի խումբ դավաճաների աջակցության շնորհիվ։ Դա իր պրոպագանդիստներն են, դա իր ցեղակիցներն են, իր թիմակիցներն են, որոնք իրենց համար ընդամենը բույս են, որոնք ոչ մի կարծիք ունենալ չեն կարող եւ պետք է կատարեն իր հրամանները եւ ամենակարևորը չմոռանանք, դա խորհրդարանում նստած այն երկու թևերն են, որոնք պահում են Փաշինյան Նիկոլը։ Շատ պարզ է։ Սրանցից ցանկացած մեկին հանեք եւ այս բուրգը կփլվի։ Սրանցից ցանկացած մեկին հանեք եւ ինչ որ խոսում Ալիևը չի իրականանա։ Բայց ինչպես տեսնում եք, Ալիևի ցանկությունները կարևոր են այս բոլոր թևերի համար։ Բոլոր, ում կտեսնեք, որ իր քայլերն է գովում, հանցագործությունները անտեսում է, ում կտեսնեք խորհրդարանում նստած, էական չի, դեռ ինչ են խոսում, մենակ իրաց ներկայությունը թույլ է տալիս այս ամեն ինչը իրականացնել։ Եվ Ալիևը հայտարարում է, գալու ենք։ Եվ ինչ մտցնի Փաշինյան Նիկոլ,
խորհրդարան, այդ խորհրդարանը որ նստած է, նա իրականացնելու է, թեկուզ դեմ քվեարկելով, բոլորովին էական չի, դա օրինականացնելու է, որովհետև միշտ իրանք ապահովել են գործող խորհրդարան, առանց խորհրդարանական ճգնաժամերի, առանց բոյկոտների, որը փաստորեն աշխարհի դեմքին երևալու է որպես լեգիտիմ process, իսկ Ալիևն էլ լեգիտիմ հանցագործ, կոպիտ ասած։ Իսկ հիմա լսենք ֆրանսիական հեռուստատեսությանը տված մի փոքրիկ հատված հարցազրույց, որը Ալիևն է տվել։ It's a very good feeling. However, what's missing for full normalization? I understand for Azerbaijan, there's an issue with Armenia's constitution and language pertaining to territorial claims on Karabakh. Is this? Կպատկերացնենք, սա ֆրանսիական Ֆրանս 24 հեռուստաընկերության լրագրողն է, որ ասում է ինչն է պակասում ձեզ վերջնական խաղաղությանը ու անցնում առաջ, որոնտեղ Հայաստանի սահմանադրության մեջ այնտեղ հոդված կա, որտեղ հարց կա Արցախի վերաբերյալ տերիտորիալ տարածքային պահանջներ կա եւ այլն։ Սա արտադրում է Ադրբեջանի պաշտոնապես թշնամի, չմոռանաք Ֆրանսիան Ադրբեջանի թշնամին է պաշտոնապես, անկախ մեզանից իրանք այնտեղ խնդիրներ ունեն։ Եվ ֆրանսիական հեռուստատեսության լրագրողը հուշում է նաեւ Ալիևին, որ sense բան կա, եւ Ալիևը սիրով This is an absolute red line for you. Without this being changed, there will not be normalization. Yes, you're right. There'll be no signing of peace agreement. I would divide normalization with formal peace agreement. Ինքնազ պետք է նորմալիզացիան եւ խաղաղության համաձայնագիրը տարբերակենք, դրան խաղաղության համաձայնագիր չի լինի, քանի դեռ Հայաստանը չի փոխել իր սահմանադրությունը եւ չի հանել այդ կետը։ Եվ ասում եմ, իմ իմանալով Հայաստանը պատրաստվում է դա փոխել եւ դնել հանրաքվեին, իմ իմանալով։ Ալիևը ճիշտ կլիներ ասել իմ հրամանով, ոչ թե իմանալով, որովհետեւ առանց գոհրամանի եւ առանց ցանկության Փաշինյան Նիկոլը չէր թավալվի ոտերի տակ եւ չէր իրականացնի քո հերթական կապրիզը։ Եվ այսպես փաստորեն ֆրանսիական հեռուստաընկերություններ եկել է, որպեսզի աշխարհի մոտ ցույց տա լեգիտիմ, արդեն 27 տարվա ղեկավար, ռազմական հանցագործ, բռնակալ, ելույթի շիշ բառ կարելի ասել Ալիևի վերաբերյալ, Ալիևին Եվրոպային ցույց տա որպես խաղաղության գնացող մեծ խաղաղարար Ալիևը։ Այո, կարելի է բոլոր ուղղություններով ասել, մենք ապրում ենք իրոք հրեշային ժամանակաշրջանում եւ ինչ որ շրջապատում է մեզ, դա կառավարվում է բացառապես հրեշների կողմից։ Ուղղակի մնում է հասկանալ այդ դեպքում մենք որտեղ ենք, մեր գործը որն է, մեր գործը ինչումն է լինելու։ Մենք դեռ սրա մասին անշուշտ կխոսենք, ես ուզում եմ հաջորդնել ձեզ ցույց տամ, որ Փաստորեն Ալիևին առաջարկում են, Ադրբեջանին առաջարկում են միանալ ՆԱՏՕ-ին, քանի որ ինքը արդեն ռուսների հետ կապերը բոլոր խզել է եւ հնարավոր են համարում, որ կարող է միանա նաեւ ՆԱՏՕ-ին եւ ադրբեջանցիները համարում են դա մի քիչ վաղ իրենց համար եւ որ իրանք այդքան էլ պատրաստ չեն միանալ ՆԱՏՕ-ին, իրանք դեռ պետք է մտածեն միանալ թե ոչ։ Նույնիսկ եմ այս մասին ասում է Գյունտեր Պելինգեր, австрийский экономист, председатель австрийского комитета по расширению НАТО. Ավստրիացի էկոնոմիստ, տնտեսագետ, որը առաջարկել է փաստորեն միանալ Ադրբեջանի ՆԱՏՕ-ին եւ Ադրբեջանը համեստորեն հրաժարվում է։ Ես չեմ բացառում, որ մի օր կպարզվի, որ հենց այս Գյունտեր Ֆելինգերը նույնպես Ադրբեջանի կողմից կաշառված հերթական չինովնիկներից է, որը աշխատում է ադրբեջանցիների շահերը սպասարկելու համար հենց նույնիսկ արդեն ՆԱՏՕ-ում, որը ռազմականացված կառույց է, սա Եվրոխորհուրդը չէ, էլի, սա քաղաքացիական կառույց չէ, սա լուրջ ռազմական կառույց է։ Բայց ինչպես տեսնում ենք, բացահայտվում են, դատվում են
Եվրոպայում, բայց դրանից process-ը չի փոխվում։ Գտնում են միջնորդ մարդիկ, որ պատրաստ են իրենց հնարավորությունները, խոսքի իրավունքը վաճառել այսօրվա բռնականներին։ Իսկ միևնույն ժամանակ Հայաստանում օրակարգը ես թույլ չեմ տալու կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանել, հայտարարում է Փաշինյան Նիկոլը։ Խոսքը վերաբերում է եպիսկոպոսատ ժողովին, որը պետք է կայանա Ավստրիայում, եւ իրանք ցույց ցվանգի մեջ են, ցայտնոտի մեջ, սուր ցավերի մեջ են, որ դա չի կայանալու Հայաստանում, այլ կայանալու է Ավստրիայում, որը փայլուն փաստորեն որոշում է։ Եվ սա որոշել է, որ եթե այնտեղ կայացվա, ուրեմն կաթողիկոսությունը տարվում է Հայաստանից։ Սա չեմ պայմանավորվում մենակ իր բացառիկ տգիտության, հա, որովհետև ցանկացած տեղ եպիսկոպոսած ժողով կարող անի եւ դա չի նշանակում, որ կաթողիկոսությունը տեղափոխվում է։ Դրանք տարբեր process-ներ են, ընդհանրապես տարբեր բաներ են, մեկը մեկի հետ կապ չունի, մանավանդ որ առաջի անգամ չի, որ հայկական եկեղեցին իր եպիսկոպոսած ժողովը անում է ոչ Հայաստանում։ Նման դեպքեր պատմության մեջ եղել են եւ ոչ մեկի մտքով չի անցել ընդհանրապես դա քննարկել։ Ինչու է հիմա դա դարձել քննարկման առարկա։ Սանով փաստորեն նախապատրաստում է հաջորդ, ես կասեի գուցե նաեւ վերջնական հարվածը կաթողիկոսին, որով փորձի համոզել տգետ մասային, որ այ եպիսկոպոսատ ժողովը անելով Ավստրիայում կաթողիկոսությունը տեղափոխվում է Հայաստանից։ Կարող է մի քանի հազար կամ մի քանի հարյուր հավատացյալի համար սա իրոք համոզիչ թվա եւ այնքան իր համար կարեւոր, որպեսզի ինքը դառնա այս տիրադավների աջակիցներից մեկը։ Միայն թե կաթողիկոսությունը չգնա Հայաստանից։ Ուրիշ պատճառ նման հայտարարությունների համար ես չեմ տեսնում։ Կամ ուղղակի որպեսզի չլսվի։ Ինչ է ասում Ալիևը, որպեսզի մարդիկ չլսեն, ովքեր են գալի Հայաստան, ինչ օրակարգով է, ով է իրանց հրավիրել, ինչ բանակցություններ, ինչ կլոր սեղան, ինչ գալու ենք Երևանում ապրենք, ով է իրան Երևանից հրավիրում, որպեսզի այդ հարցերը չքննարկվի, հերթական ուղղակի թեկուզ արտակուստ անգրագետ բանակցում շրջանառության մեջ, որ մարդիկ խոսեն։ Ավդրուկ, բա որ հանկարծ ասենք մի քանի 100 մարդ հանկարծ լուրջ ընդունի, որ սրանով կաթողիկոսությունը տեղափոխվում Հայաստանից։ Բա որ հանկարծ ասենք մի քանի 100 հոգով իր հոտը ավելանա, մտածում է դրանով ինչ որ բան է փոխելու։ Երևի դա դեռ կարևոր է իր համար, իր հոտի ավելացումը, մինչդեռ հոտը գնալով պակասում է, որովհետև այն մոլորված մի քանի հոգին են, որ մտածում են, սա կաթողիկոսի դեմ չի այ առաքելական եկեղեցու փրկելու համարը հավատալով գնացել են։ Պարզվում է այդպես հավատացող ոչ միայն Հայաստանում է եղել, այդպիսի մի հավատացող կա նաև Սփյուռքում եւ շատ պատկառելի մարդը, որը Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամի հիմնադիրն է, Գարո Արմեն, անուն հասկանալով, որը հայտարարություն է տարածել ի հակադրություն այն 6 գործարարների բարեգործների եւ հայտի դեմքերի, որոնք հորդորում են Հայաստանի Հանրապետության վարչապետին հանգիստ թողնել եկեղեցուն, զբաղվել իր գործով եւ չանջատել, չմեկուսացնել Սփյուռքը, չհարցակվել եկեղեցու վրա, ազատել եպիսկոպոսներին, քաղբանտարկյալներին փաստորեն եւ Գարո Արմենը շատ ծանր է տարել նման հայտարարությունը եւ դա համարում է անթույլատրելի։ Օրինակ ինչն է անթույլատրելի դեր։ Տեսնենք ինչից է նեղացած։ Այս ձևակերպումը համարում է ապակողնորոշվող, իսկ կոչը վտանգավոր եւ հիմնավորում է, որ հայաստանյան առաքելական եկեղեցին ոչ շենք է, ոչ հիերարխիա, եկեղեցին ժողովուրդն է։ Եվ դա մասին խոսք չի եղել։ Հայոց պատմությունը դա հստակ ցույց է տալիս սովորական տղամարդիկ եւ կանայք են, ովքեր ցեղասպանության ակցորի բռնաճնշումների, պատերազմի եւ կորուստի պայմաններում պահպանել են հավատքը։ Այո։ Եվ ինքնությունը, ինստիտուտները կենթանի են մնում միայն այն դեպքում, երբ ծառայում են այդ մարդկանց։ Այո։
ում շնորհիվ ապահովում է դրանց կենսագործունեությունը եւ ինստիտուտը չի ծառայում այդ մարդկանց, որը շնորհիվ գոյություն ունի, դրա պահպանման պատասխանատվությունը դառնում է միակողմանի եւ հավատքը վերածվում է ծանր բեռի։ Ահա թե ինչու է նորոգում հաշվետվողականությունն ու ուժեղացնում եկեղեցին, այլ ոչ թե թուլացնում։ Փաստորեն Փաշինյան Նիկոլի գործողությունները դրսևորում ինքը բնութագրում է նորոգող եւ հաշվետվողականությունը ուժեղացնելու process։ Եվ ումով ինքներդ գուշակեք։ Օրինակ ասենք Բենթլի Սամոյով, որ ընդամենը այդ հայտարարությունից իր կրոնը փոխելու օրվանից ընդամենը 1 շաբաթ առաջ մեղադրվում է փողերի լվացման հանցագործությունների օֆշորային հաշիվներին տիրապետելու մեջ։ Այսինքն այն ինչ որ ինքը մեղադրում է, դա տասնապատիկ հիմնավորված քրեական գործերով կա մեկի վրա, ով դարձել է ըստ Գարո Արմենի, ասեն նորոգող եւ հաշվետվողականություն մտցնող եկեղեցու մեջ։ Հետաքրքիր է ինքը գիտի սրա մասին։ Գնա կառուցում։ Անհրաժեշտ է նաև ուղիղ խոսել արված կոչի ներկայացության մասին, ինքը ներված է, որ ովքեր եք դուք այդպես կոչ եք արել, հա։ Սփյուռքը հանձնաժողով չէ, Սփյուռքը միլիոնավոր հայեր են տասնյակ երկրներում տասնյակ փորձառություններով, քաղաքական համոզմունքներով եւ առաջնահերթություններով փոքրատիկ անձանց շրջանակը, փոքրատիկ անձանց շրջանակը։ Որքան էլ որ հայտնի լինի, չի կարող խոսել բոլորի անունից, հասկացանք։ Դու կարող ես ասել, որ ես այդ համաձայն չեմ, իրանք իմ անունից չեն խոսում, բայց բազմաթիվ սփյուռքահայեր աջակցեցին Հայաստանի ժողովրդավարական փոփոխմանը, լսեք, իհարկե մենք էլ ենք աջակցել պետության զարթման դեմ եւ կոռուպցիային կազմաքանդման ուղղված վաղուց սպասված գործընթացին եւ ոմանք այդ փոփոխություններին ընդդիմացան առաջին իսկ օրվանից որոնքել դիրքավորվեցին Մայրաթորի ներսում գործող քաղաքական տարերի շուրջ ընդդիմանալով 2018-ից ձևավորված կառավարությունը։ Փաստորեն դավադիրները, մի ամբողջ ժողովուրդ դավադիր է փաստորեն։ Ընդդիմանում է 2018 թվականի ժողովրդավարական թեբերի վրա եկած իշխանությանը։ Ինքը ստեղ ոչ մի խնդիր չի տենում փաստորեն։ Բացարձակապես։ Տևական ժամանակ պահպանված այդ քաղաքական նախագծի շարունակությունը, քան ազգին ուղղված զգուշացում։ Այսինքն ինքը ստեղ տեսնում է, որ տևական ժամանակ իրանք այս դավադությունը հյուսել են, նախապատրաստել են այս գյոզալ բանի կառավարության նկատմամբ։ Նամակի ամենասադրիչ համեմատությունը, որը ըստ Հայաստանի մոտենում է մի խզման, ինչը նույնիսկ Օսմանյան կայսրության կամ Խորհրդային միությունը չէր հաջողվել, երբեք չպետք է արվել։ Ով նեղվել է փաստորեն, որ Փաշինյան Նիկոլի կառավարությունը համեմատվել է Օսմանյան եւ սովետական կառավարությունների հետ։ Ընկեր Գարո Արմեն, ես տևական ժամանակ արդեն փաստերով ապացուցում եմ խոսում դրա մասին, որ նման գործողություններ արվել են օսմանցիների եւ կոմունիստների բոլշևիկների ժամանակ։ Սա փաստեր են, սա կարծիք չի։ Ու համար անընդունելի է, ինչի՞։ Ինչու փաստորեն 4 եպիսկոպոս կալանավորել, 15 քահանա կալանավորել, մարդկանց տները խոզարկել, ահաբեկել, եկեղեցիների մուտքերը փակել, որ մարդիկ չկարողան իրենց պատերազմներ անել, հա? Սեփականությունից զրկել, փաստորեն օրենքը խախտել, սահմանադրությունը խախտել, Գարո Արմենի համար դրանք նորմալ է, եւ դա համատել բոլշևիկների եւ թուրքերի հետ, դա է անընդունելի, հա? Շատ անընդունելի։ Ընտրված իշխանությամբ, ասում եմ, քաղաքական բազմակարծության եւ սահմանադրական կարգով այս ընտրված իշխանությունն ասում։ Ցեղասպանության հիշողությունն ու խորհրդային տրավման այսօրվա քաղաքական պայքարի մեջ ներքաշելը բարոյական հստակություն չէ, դա բարոյական վանդալիզմ է։ Մի հատ էլ կարդանք, էլի, այդ ի՞նչն է բարոյական վանդալիզմ։ Փաստորեն ցեղասպանության հիշողությունն ու խորհրդային տրավման այսօրվա քաղաքական պայքարի մեջ ներքաշելը ոչինչ ընկեր ջան, ընկեր Գարո, ոչինչ, որ սա ուրացել է եւ ցեղասպանությունը, եւ ցեղասպանության զոհերը, եւ ընդհանրապես դա փաստ է։ Եվ այսօրվա ցեղասպանները իր բարեկամներ, երեկվա ցեղասպանները իր բարեկամներ,
Հիմա բարոյական վանդալիզմը դա ուրանալն է, թե դրա մասին հիշացնելը։ Ու գիտեք ոնց որ երեք էի, չէ, բանը ցիտում, որ աշխարհի բոլոր կազմակերպությունները, որոնք զբաղվում են երեխաների պաշտպանության, երեխաների իրավունքի եւ այլն, դրանք բոլորը այդ կազմակերպությունները կապված են աշխարհով մեկ հենց հայտնի հանցագործների խմբի հետ։ Էփշտեյնի գլխավորությամբ եւ Թրամփի գլխավորությամբ։ Հետաքրքիր է, չէ՞։ Ու սա է որ մանուկների հիմնադրամն է, փաստորեն իր համար ուրացումը նորմալ է, այն հիշեցնելը բարոյական վանդալիզմ է։ Գնանք առաջ։ Սփյուռքային ուղղված կոչը դիմել օտարերկրյա կառավարություններին քաղաքական միջոցների իրավական գործողությունների համար նույնքան սխալ է։ Ինչի՞։ Եթե քաղաքական հանցագործություններ է լինում պետության մեջ, որտեղ մարդու իրավունքները տշած ունենան, օտարերկրյա կազմակերպությունների պետություններին դիմելը բանա, վատա։ Եթե հանցագործություն չի եղել, այդ դեպքում չեք նեղվում։ Ինչքան ուզում են թող դիմեն։ Եթե բռնելու տեղ չկա, չեք նեղվում։ Սփյուռքահայերն ունեն բոլոր իրավունքներ եւ անգամ պարտավորություններ պաշտպանելու Հայաստանի անվտանգությունն ու ապագան այն երկրներն, որտեղ ապրում են։ Իրանք էլ կոչ են անում։ Իսկ այդ Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու ապագան վտանգված է հենց Հայաստանի ներսում։ Պարոն Գալո Արմեն։ Դա չեք նկատել։ Դեռ դուք տեղակ եք ինչա կատարվում Հայաստանում։ Սակայն Հայաստանի ներքին հարցն է այս ձևով միջազգայնացնելը Սփյուռքի համայնքներին վերածում է ճշմարտ գործիքի իը։ Նեղվում եք, որ հանցագործությունները միջազգայնացնելը դառնում է ճշմարտ գործիք։ Ինքը ասեց ինչի համար ինքը նեղված փաստորեն, կամ ինչի համար են բզե որ մի հատ նեղվի։ Ուղղված հենց Հայաստանի Հանրապետության դեմ, թե Հայաստանի կառավարության դեմ, որը սպառնալիք է դարել Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ, թե ձեր համար կառավարությունն ու հանրապետությունը նույնն են, պարոն Գալո Արմեն։ Երբ դուք չեք ակնկալում, որ այս միկրոսկոպով դուք պետք է անցնեք։ Լավ կլինի, որ այս հատվածները հասցնեք պարոնին, որ ասեք, գիտեք ինչ, պարոն, ձեզ կարդում են, ու ձեզ կարող են Նիկոլից բացի ուրիշ մարդեր կարող ասեն, ուղղակի դնի ձեզ հատ ապացուցի, որ ամեն ձեր խոսքի տակ հանցագործություն եք դուք հիմա կատարում։ Խեղելով ճշմարտությունը, մեղանչելով ճշմարտության դեմ, պաշտպանելով տիրադավերին, հայրենադավերին, ցեղասպաններին, ցեղասպանությունը ուրացողներին, ապագան վնասողներին, հազարավոր երեխեքի կյանքը կործանվածներին, դրանց ներկայացնելով պետությունը Նիկոլ Փաշինյանն է, խնդրեմ հասցրեք եթե հնարավոր է։ Դա խաթարում է Հայաստանի ինքնիշխանությունը, փաստորեն հանցագործությունների մասին խոսալն է ինքնիշխանությունը խաթարում, ոչ թե Փաշինյան Նիկոլի գործողությունները։ Սահմանադրությունից հրաժարվելը, Արցախը հրաժարվելը, պահանջատիրությունից հրաժարվելը ինքնիշխանության դեմ քայլեր չի, այլ դրա մասին խոսելն ինքնիշխանության դեմ քայլեր է։ Խորացնում է հայրենիք սփյուռք բաժանումը եւ լրացուցիչ լծակները տալի այն ուժերին, որոնք Հայաստանի բանին չեն ցանկանում, Հայաստանի ճակատագիրը չի կարող բանակցվել օտար մայրաքաղաքներում ինքնակոչ ներկայացուցիչների կողմից։ Այն ինչ որ անում է Փաշինյան Նիկոլը։ Հայաստանի ճակատագիրը որոշվել է ոչ թե օտար մայրաքաղաքներում, որոշվել է օտարների կողմից եւ նա ուղիղ իրականացում է դրանց հրամանները։ Պաստոր Նիկոլ Փաշինյան բանին է կատարում, բանին է ցանկանում, հայ ժողովուրդն էլ եկեղեցու հետ միասին, որը ծպտուն չի հանել դեռ։ Մենք Գարեգինին ասում ենք, արա խոսա, այն չի խոսում, սա նեղված են, որ չի խոսում։ Այս պահանջը պահանջում է ազնվության, այն վիճակի մասին, որ Հայաստանը ժառանգել էր։ Անկախությունից հետո Հայաստանը տասնամյակներ շարունակ ենթարկվեց համակարգային կոռուպցիայի եւ ինստիտուցիոնալ քայքայման, աջառանգությունը թուլացրեց պետությունը, քայքայեց հանրային վստահությունը եւ երկիրը դարձրեց խոցելի։ Նախկիններն են մեղավոր։ Գալո Արմեն, ինչքան հիշում եմ, դու էլ նախկինների ժամանակ էլի աշխատում էիր, չէ՞։ Մի հատ իսկ հիշացնես, որ դու նախկին թալանը երբ ես քննադատել։ Չէր տենում ինչա կատարվում։ Եվ միջելից սկիզբ հիշացնեմ 8 տարի է Հայաստանը գտնվում է
վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիրապետության տակ 8 տարի եւ համատության համար ասեմ քայքայված լրիվ ոչնչացված գաղութային վիճակում գտնվող Գերմանիան ընդամենը 5 տարի հետո քայլելով մտավ Ավստրիա քայլելով պահանջեց Սուլեցկի մարզի իրան տվեցին ուղղակի հետո հայտարարեցին մենք զիջել ենք փրկել ենք Եվրոպան 5 տարվա երկրին 8 տարի է սա ղեկավարն է ու էլի նախկիններն եղել մեղավոր ընդունում այդ նախկինները իր ամենալավ աջակիցներն են վեր են անգած պարլամենտում իրար հետ լավ բիզնես են անում բոլոր ինչ ծրագրեր կա իր հետ իրականացնում են բայց էլի իրանք են մեղավոր բա եթե դրանք են մեղավոր դու դատացան այդ գարո Արմեն չես գտնում որ պետք է դատված լինեին բոլորը մենք խոսացել ենք եկել է այդ օրակարգով որ բոլոր թալանացները կոպեկ հետ աբերելու բա ուր են պատասխանատուները ուր են թալանացները որտեղ են բերված գումարները բյուջեն ինչու բանտերը լիքը չեն այս հարցերը չի առաջացած այդ մոտ մի խոսքով ստես կարելի է անverջ բայց ես ժամանակն եմ ուզում ձեր խլեմ էլի ձեր խնայեմ դուք ավելի լավ կլիներ հետաքրքրված լինեիք թե ինչպես է պատահում որ Թուրքիան կարողանում է կոնգրեսում կաշառել մարդկանց որոնք կանգնացնում են ցեղասպանության գործընթացները բոլոր ձևերով բայց այս մասին ոչ մի մտահոգություն չկա ինչի մտահոգվել մի բանի վրա երբ որ Հայաստանը ինքն է արդեն ուրանում դրա հանգամանքը ինքն է հրաժարվում Արարատից Արարատի անունը չկա Արցախի անունը չկա ոչ մի բան չկա ամեն ինչ մոռանում ենք ու գալու Արմենի հետ ոչ մի խնդիր չկա իսկ Էփշենի ֆայլերում նույնիսկ ցույց է տրվում խոսում է մասին որ Թուրքիան փաստորեն Դավիթօղլուի ձեռքով Օբամա ֆոնդի միջոցով աշխատել են այդ ուղղությամբ եւ ընդհանրապես Թուրքիանը այնքան նա շեշտվում այդ ֆայլերի մեջ տարբեր ձևերով դոտերոզից սկսած մինչև Էրդողան նկարիչ Իմիջիալոց Ադրբեջանում երկու հնդիկ են գողացել ադրբեջանցիները տանջել վիդեո նկարել եւ 78000 փող են ուզում հարազատներից երկու հնդիկից եւ սպառնում են լյարդը հեռացնել եթե փողը չեղավ սա ադրբեջանցիներն են որոնք եկել են Հայաստան որոնք ուզում են վերադառնան Հայաստան որոնք ուզում են ապրեն մեր տներում մեր տեղը իհարկե որը չի հուզում Գալո Արմենին Գալո Արմեն ես կարծում եմ այս պատասխանը ավելի քան շատեր ու բավական է ոչ միայն ձեզ այլ ձեր նման մտածող չասեմ ձեր նման գերող կամ պատվերով խոսացող ցանկացած մեկի դու շատ կասկածում եմ որ որևէ բանական եւ բարոյական մարդ ինքնուրույն ուրանալ սեփական նախաձեռնությամբ ուրանալ այն ամեն ինչը ինչ որ ուրացել է Փաշինյան Նիկոլը եւ սկսեց պաշտպանել այն ինչ հանցագործություններ կատարել է Փաշինյան Նիկոլը սեփական նախաձեռնությամբ գնալ դրան իմաստը որն է այդ ինչ են խոսք տվել Հայաստանում կամ ուրիշ տեղ որ փրկի Նիկոլին օգնի Նիկոլին եւ դա դիմաց մի բան կստանաս որովհետեւ այլակերպ մար սեփական կամքով դառնա հանցակից անունը դնի ոտաշորի տակ իմ համար պարզ չի դա Եմ առաքելությունը մինչև 27 թիվը օրինական է Հայաստանում եւ նրա ժամկետները կարճացնելու ավելի ճիշտ կասեցնելու մասին դեռ խոսակցություններ չկան ոչ մի ձուն չկա սպասում են խաղաղության պայմանագրին սպասում են ընտրությունների երբ որ մի բան տա Ալիևը եւ իրենց ասեն ոտ գնացիք հենց գնացին Ալիևը բայց կամ հրթիռ եւ հարսակողական ավիացիան չի արը
հանգիստ ճանապարհեն Հայաստանից եւ վուալա եւ Հայաստանից բան չի մնա իհարկե դա չի նեղացնի գարո Արմենին այն ժամանակ ասի էլի նա աշխիններն են մեղավոր բավոց բայց պետք է մեղավոր լինի եթե այսօրվա ասֆալտը որ քանդվում է այսօրվա ասֆալտը 8 տարի հետո նախկինները մեղավոր ինչի չի կարող դա էլ լինել ինչի կարող Եվ տեսեք ինչա սպասվում մեզ բոլորիս Major news this morning. The fallout over the Epstein files has exploded. People have resigned, lost their jobs, and now criminal charges for a world leader. Here's Հիմա աշխարհի լիդերների մասին է խոսքը, այս հայտարարությունից հանցագործությունների պարունակելուց հետո որտեղ ովքեր են պատասխանատվության what you need to know in the past. Literally 10 hours. Catherine Rummeler, the former general counsel of Goldman Sachs, stepped down. Golden Sachs-ի նախկին գեներալ մենեջերն է։ Իր անուն դեր եղել է, ես զարմացած եմ հրաժարական ատվել։ In addition, the Sultan Ahmed bin Sulayem Ուրեմն Սուլթան Ահմեդ բեն Սուլյամը նկարված կա, ոնց է ճաշ խոհանոցում պատրաստում։ Դե ճաշը հասկացաք արդեն ինչից է երևի։ Այս Սուլթանը ինքն էլ կա, փաստորեն ինքն էլ է հրաժարական։ Remember that the man who was involved with the torture video with Jeffrey Epstein, he has stepped down as the CEO and chairman Փաստորեն CEO-ը ղեկավարը եւ of the Dubai-based DP World. In addition, the Norwegian Prime Minister, the former Norwegian Prime Minister Thorbjørn Jagland, Շատ կարևոր է։ Առաջվա պրեմիեր մինիստրը Նորվեգիայի բանդակվել է ձերբակալվել։ has been criminally charged with aggravated corruption following a police investigation into his alleged ties to Jeffrey Epstein, including scrutiny over gifts, travel, loans, and more. So, two top officials resigning. Սրան գումարում ենք այն ինչ որ հիմա կատարվում է Բրիտանիայում, բրիտանական պարլամենտը մերժել է հետաքննել են գործերը, որոնք կապված են Epstein-ի ֆայլերի հետ։ Սենատորները տեսել են ոչ խմբագրված ֆայլերը եւ հայտարարել են, եթե սա բացահայտվի, սա քննվի բրիտանական монarchian պայթելու է։ Եվ բրիտանական պարլամենտը դեմ է քվեարկել, որ դա քննվի։ Ես կարծում եմ սրանով ուղղակի իրանք ապացուցեցին, որ բրիտանական монarchian ինքը ամբողջությամբ ներգրաված է այս բաների մեջ։ Այդ հանցագործությունները, սրանք հանցագործություններ են մարդկության նկատմամբ։ Մարդկությամբ, սրանք ոչ պակաս հանցագործություններ են, քան Հիտլերի հանցագործությունները։ Ոչ պակաս։ Ես կասեի ավելին, որտեղ եթե Հիտլերին ընդամենը տևել է 39-ից 45 թիվ 6 տարի, սրանցը տասնամյակներ է, եթե ոչ հազարամյակներ, բայց գոնե վերջին տասնամյակներում այսօրվա ողջերն են դրա մասնակիցները։ Եվ ֆաշիստները sense բաներ չեն անել։ Ասում սրանք ավելի մեծ բան է։ Եվ սա բերելու է մեծ ցնցումների եւ Բրիտանիայում եւ Նորվեգիայում։ Փաստորեն արդեն երկու թագավորական ընտանիք արդեն կասկածել է դրանց գոյությունը։ Վաղը մյուս օրը կերևա Բրիտանիայում ինչ era լինելու։ Ես նույնիսկ վախենում եմ կանխատեսել աշխարհում ինչ է լինելու։ Աշխարհում այն երկրներում, որոնք կընդդիմանան ձերբակալել դատել այդ հանցագործներին եւ բացահայտել ամեն ինչ, ես ուղղակի վախենում նույնիսկ կանխատեսել։ Բայց այն ինչ որ լինելու է արդեն Բրիտանիայում պարզավոր լինելու է, Ամերիկայի Միացյալ Նահանգներում պարզա լինելու է, սա չի կարող մեր վրա որևէ բան ազդեցություն չունենալ։ Չի կարող ուղղակի էլի։ Այս ցնցումների մեջ է աշխարհը ոնց դուրս կգա։ Սա ավելի մեծ հարված է, քան COVID-ը։ Հիշում եք COVID-ից հետո մենք չգիտեինք աշխարհը ոնց է դուրս գալու։ Մի կերպ դուրս եկավ, հարմարվեց աշխարհը։ Սա ավելի մեծ հարված է։ Սրանց հետո էլ առաջվա աշխարհը չի լինելու, ինչպես կասի հիմա մի քիչ հետո Ռուբիո։ Հին աշխարհը չկա արդեն, բայց ինքն ուրիշ բան ի նկատի ունի։ Իսկ դուք իմացեք, որ բրիտանական պարլամենտը փաստորեն ընդունել է, որ բրիտանական monarchian Չարլզը եւ եղբայրը full ներգրաված են այդ վանդալիզմի, այդ հանիբալիզմի, այդ մանկական առևտրի, այդ մի խոսքով մանկասպանությունների մեջ։ Սա խոստովանություն էր։
Սպասենք տեսնենք ինչպես կզարգանան դեպքերը այնտեղ։ Ասեն բան այն մասին, որ Նորվեգիայի նախկին պրեմիեր-մինիստրը ձերբակալվել է։ Ասեն, որ նորվեգական թագավորական ընտանիքներն ա դրա մեջ խառնված ու շատ հիմնավոր, շատ իրենք այդ ռիտուալների մշտական մասնակիցներն են։ Իսկ հիմա լսենք ինչ պատերազմը Ամերիկայի Միացյալ Նահանգներում բարի իրական իմաստով, այսինքն դեռ հիմա կոնգրեսում է լսումների ժամանակ, բայց եթե սա ստեղ չլուծվեց, այս պատերազմը դուրս է գալու դուրս։ So I ask you, Attorney General Pam Bondi, why did you shut down this investigation last July, and why have you not prosecuted former Prince Andrew? Ասում եմ, պրինսեն դու ինչու չեք դուք ձերբակալել եւ քրական գործ կասում են իմանալով հանդերձ նա ով է։ I don't believe you asked Merrick Garland the Ասում եմ, չեմ կարծում, որ հարցը կտայես դու նախնի դատախազին։ Լսեք պատասխանը։ Չի ասում ինչի չի արել։ Ասում ես չեմ կարծում, որ այդ հարցը կտայի դու նախնի դատախազին։ questions when he was Attorney General and set before. I agree with you. You I've twice. been claiming my You time. never I agree with mentioned you. I agree with you. During Were the you not Biden here during then? the Biden administration, I called for people looking at Epstein files. Merrick Garland dropped the ball, as did Attorney General Bill Barr, as did Alex Acosta, a whole string of failures. But you are in charge. You have the power to change. Ասում եմ, դու ճիշտ ես ասում ենք, Բայդենի ժամանակ ամեն ինչ արել ենք, որ դա բացահայտվի, դա հասանելի լիներ բոլորիս, ու այդ դատախազն ամեն ինչ արեց, որ դա հասանելի չլինի, բայց հիմա դու ես սրա պատասխանատուն։ Լրիվ նիկոլական պատասխան ասում եմ։ Փոխանակ ասի ինչի չի արել, ինչի չի անում, ինչի է կոսկում անցագործություններ, ասում եմ, դու այդ ժամանակ այդ հարցը իրան չէիր տա։ One of the worst attorney generals in our history and an instrument of Donald Trump's lawless authoritarian agenda. And I'm glad the American people are seeing who you are, how you act, and the lack of good values. Սա ասում եմ ասել, որ դուք վատագույն դատախազն եք ամերիկյան պատմության մեջ եւ փաստորեն դուք կոսկում եք բոլոր անցագործությունները եւ լավ որ ամերիկյան ժողովուրդը սա տեսնում է, իրոք տեսնում է։ Իրոք տեսնում են ես պետքա ասեմ հետաքրքիր մի բան, որ ծնողների փաստորեն միություններ կան, մայրիկների միություններ կան, հա, դպրոցական մայրիկների միություններ կան։ Մի խոսքով, բարձվել այսօր, որ բոլոր դպրոցներում տենց տրադիցիա է եղել, որ նկարվում են տարեվերջում մանավանդ աղջիկները եւ այդ նկարներն ուղարկում են ինչ որ հասցեով, որտեղ ինչ որ խաղաղություն ա լինում, մոդելներ են ընտրում։ Բարձվում է այդ ուր ուղարկել են դպրոցի նախաձեռնությամբ միջանոց։ Այդ հասցեն ու որ ուղարկել են դրա ղեկավարը, ամբողջ կամպանիայի ղեկավարը հենց դրանց մեջ է նստած։ Հենց դրանց մեջ է նստած։ Հիմա այն բոլոր ծնողները, ովքեր իրաց աղջիկ երեխաների նկարները, փաստորեն իրական, ինքնական, իրենց նախաձեռնությամբ սեփական երեխաների նկարները առաջինից մինչև վերջի դասարան նկարել են, ամեն տարի ուղարկել են դրանց։ Դուք պատկերացնում եք հանցագործությունների սխեմայի մասշտաբայնությունը։ Հիմա իրանք բողոքի ակցիաներ են անում, դուրս են եկել այդ դպրոցի տնօրենների դեմ, որ դուք փաստորեն մեր երեխաների նկարները ուղարկել եք այդ մանկապիղծներին։ Եվ նրանք էլ նստած ընտրել են իրենց ընդերից ով պետք է։ Սա մեծ, հələ որ քննարկումները գնում են բանում, բայց սա մեծ ցանցային sense տարածում ասանում։ Սարսափելի մարդիկ օրական, որտեղ 3 միլիոն էջերը դոկումենտ, իրանք չեն կարող բոլորի մասին միանգամից իմանալ, բոլոր դեպքերը քննարկել, իսկ դեպքեր կա ուղղակի չի կարելի ցույց տալ։ Հնարավոր չի նայել այդ սարսափի տեսարանները։ Մարդիկ բայց նայում են, տեսել են։ Սա Մարկո Ռուբիոն է, որը հայտարարում է, որ չկա արդեն այլ առաջվա աշխարհը եւ կա նոր աշխարհ։ Ինքը ուղղակի ուրիշ կոնտեքստի տակ է ասում, փորձում է սղացնել Գրիլանդիայի հետ է կապում դա, որ նախկին աշխարհում Գրիլանդիան Դանիային էր, նոր աշխարհում լինելու Ամերիկայինը, նախկին աշխարհում պատերազմ էր Ուկրաինա Ռուսաստանի մեջ, նոր աշխարհում հենց ինքն էլ չգիտի դա ոնց է լինելու եւ ընդհանրապես վերանալու է այդ պատերազմը թե ոչ, կարճվելու ինքն էլ այդ մասի չի, բայց ինքը մի բանի է վստահ, որ նոր աշխարհը արդեն իրականություն է եւ հին աշխարհը գոյություն
չունի։ Հին աշխարհը սրանց ամենամեծ հանգամանքն էր։ Ինչով էլ վատ ու վտանգավոր հին աշխարհը Թրամփանմաններին, Նիկոլանմաններին, Ալիև, Պուտին, Նետանյահու, ինչով այլ ինքը վտանգավոր, որտեղ այդ հին աշխարհի մեջ կային օրենքներ, կար միջազգային դատարան եւ այդ միջազգային դատարանը սանկցիաներ էր կիրառում եւ տնտեսական եւ քրեական ռազմական հանցագործների նկատմամբ։ Իրենց պատկերացած եւ իրենց բերվող նոր աշխարհի մեջ չկան այդ ինստիտուտները, կա Թրամփ, որը սահմանում է ինքնաօրենքը, ինքնամակը, ինքնամիջազգային իրավունքը եւ չափանիշը իր բարոյական սանդղակն է։ Պատկերացրեցիք ինչ է նշանակում նոր աշխարհ։ Եվ այդ նոր աշխարհի մեջ տեղավորվում է Փաշինյան Նիկոլը, որը կլուբը, այդ Թրամփի կլուբի անդամ է, փաստորեն որը ողջունում է որպես ժողովրդական քայլ Գարո Արմենը ու դա դե բողոքողներին համարում է բան փոքրատիվ, ինչ որ ռուսանցքային մարդիկ եւ Հայաստանը իր ինչ ասեմ իր արարչական միսիայով սրանք ուզում են տեղավորեն դեմոնիկ կազմակերպության, դեմոնիկ միսիաներով եւ դեմոնիկ հետևանքներով բնականաբար այդ ֆորմատի մեջ։ Հիմա որպեսզի ամփոփեմ այս թեման, ինչա նշանակում հին աշխարհ, նոր աշխարհ։ Նոր աշխարհը դա այն աշխարհն է, որտեղ այդ մարդակերությունը լինելու է սովորական պրակտիկա, որը չի դատապարտվելու, հա, որտեղ դրանք շարունակելու են կառավարել։ Հին աշխարհը դա այն աշխարհն էր, որտեղ դա թաքուն էին անում, էլի կար, բայց թաքուն էին անում եւ երբեմն դրա մասին կարող են ինֆորմացիա դուրս գալ։ Եթե մի քանի հոգի կարող է ինչ-որ ձերբակալվել, ինչպես Էփշտեյնը ձերբակալվեց իրականոջ հետ, բայց համակարգը մնում էր։ Դե ձերբակալվեց, բայց ու չվերացավ, ձերբակալեց, մի րոպե կտրեցին այդ ռոլիկից, որտեղ նկարվում է իր կամերան, իրան տարան, տեղը դրեցին մի հատ դիակ, ասեցին վերջ, մեռել է։ Всё, ինքնասպաներ է։ Ոչ մեկ չհասկացավ, ոնց կարող, բայց մի րոպեն ուր կորավ կադրից։ Մի րոպե։ Այդքան էլ որպեսզի իրան անեին, փոխեին շորեր եւ կարողանային բանտից հանել ու տեղափոխել Իսրայել, որի վրա այսքան չեմ կասկածում։ Այսքան մարդ չի կարող 2 օր առաջ իր ճակերտավոր մահից իր ամբողջ կարողությունը 590 միլիոն դոլար կանխիկ տեղափոխի իր կողմից ստեղծված կազմակերպության մեջ, որտեղ ծախսերը անուն ազգանունով չեն արդեն։ Դու կազմակերպությունը ծախսեր կունենա, չէ՞։ 590 միլիոն դոլար իր անձնականից տեղափոխում այնտեղ։ 2 օր հետո արդեն ասում են չկա այդ մարդը։ Բա փողը չէր կորենում։ Մի խոսքով։ Սա էլ հին նոր աշխարհի տարբերությունն է։ Ես վստահ եմ, որ Գարո Արմենը սա է շատ պետք է ուրախացած լինի, որ Թրամփը աջակցում է Օրբանին, որ նորից ինքը ընտրվի։ Հա։ Այո։ Ես կարծում եմ, որ Հայաստանում այն եվրոժետոնները, որ Հայաստանը ներկայացնում են դեմոկրատական երկիր, նույնպես ուրախ են, որ նույն մարդով աջակցում է Փաշինյան Նիկոլին, նույն մարդը աջակցում է նաև Օրբանին եւ դրա մեջ ոչ մի բան չեն տեսնում։ Բացարձակապես։ Ժորժան, ես սա հեգնանքով չեմ ասում։ Ես սուս-փուս հրաժարվում եմ բոլոր նրանցից Facebook-ի տարածքում, ովքեր կեղծ են, անկեղծ, ես դատավոր չեմ, ես իմ ուղղակի, ես իմ շրջապատն եմ, ես իմ միջավայրն եմ ուզում ակուր բան։ Եթե մեկի համար Արամ Սարգսյանը, հարգարժան Արամ Սարգսյանը, եկե մեկի համար ասենք, չգիտեմ, Ստեփան Գրիգորյան, Խուշուջյան, դրանք հարգարժան պարոն Խուշուջյան ու հարգարժան պարոն, չգիտեմ, Ստեփան Գրիգորյանը, իրանք իմ համար նույն Ստեփան Գրիգորյանն են, նույն Նիկոլ, ոչինչ տարբերություն չկա։ Դու կարող ես ասել, պարոն, հա, բայց հարգարժան սիրելի բան։ Չէ, մենք ապրում ենք մի ժամանակ, մի շրջան, որտեղ ավելորդ ռևերանսները կործանում ամես։ Ես միշտ կողմնակից եմ մարդկանց հետ դուքով խոսամ, ես դուքով եմ խոսում բոլորի հետ։ Իսկ ասենք մարդուն վիրավորելը, բան չնվաստացնելը դա համարում եմ թույլ մարդու մենաշնորհ։ Ես դուքով եմ խոսում, բացառապես բոլորի հետ։ Այնքան դժվար է իմ համար
ինձանից նեղանում են, ասում են, ես դույով եմ խոսում, դու դուքով ես խոսում, իսկ կներեք, ես բարդույթ ունեմ, ես չեմ կարող։ Ինչ ժամանակ է պետք, այնքան պետք է հարազատություն մեջ լինի, որ ես կարողանամ անցնել այդ սահմանը, հա, դուքի եւ դուի։ Բայց որ տեսնում եմ, դա դուքի եւ հարգանքի բանը չի։ Որ արդեն ստե քծնանք նա խառնվում քաղաքակրթության հետ։ Քաղաքավարության հետ կներեք, սխալ բառ ասեցի։ Երբ որ քաղաքավարությունը համեմվում է քրտնախառը, ճենջոտ քնցնանքի հետ, ես նա միանգամից զգում եմ, ես վերացնում եմ իմ միջավայրից։ Ես չեմ դատապարտում, ես չեմ գոռում սա մասին, ես ուղղակի միջավայրս պահում եմ։ Այնպես որ ուրախացել այս մարդիկ, որ նույն մարդը ով աջակցում է Օրբանին, աջակցում է նաև Փաշինյան Նիկոլին։ Այս մարդը նշանակում աջակցում է Էրդողանին, Նետանյահուն աջակցում է, չէ՞, հա։ Պուտինին աջակցում է, չէ՞։ Միակ պահանջը որն է Զելենսկուսը, որ շուտ հանձնվի։ Էլ կամուկացանում, որտեղ չգիտի հանձնվելուց հետո իր վիզը ո՞ր խաչմերուկի տակ կկտրել Ուկրաինայում, հասկանու՞մ եք, ինքնից խնդրեմ է, էլի։ Դա մա չի կարողանում այդ պահը սահուն անցնել։ Այսօր իրանցիները երկրորդ անգամ արդեն այս մեկ շաբաթվա մեջ սարքել են այս արձանը ու վառել են իրաց մոտ։ Գորելով մահ Իսրայելին եւ սրանց։ Սա այն սիմվոլն է, որին ծառայում են Թրամփից սկսած միջև փաստորեն բրիտանական թագի ժառանգորդները, թագավորները։ Բրիտանիա, Նորվեգիա, Թրամփ իր շրջապատով, Իսրայել, հազարավոր այդ կարգի կառույցներ, սինագոգներ, որոնց մեջ հենց սրան են երկրպագում։ Իրանցիները երկրորդ անգամ են սա իրանց սիմվոլի դնում ու հրապարակային վառում։ Սա աշխարհի միակ տեղն է, որ կարող են իրենց թույլ տալ դա։ Սա աշխարհի միակ տեղն է, որոնք թքած ունենան աշխարհում դրա մասին ինչ կմտածեն, իրենց կասեն անտիսեմիտիստ չեն ասի։ Ես վստահ եմ, որ եթե վաղը մեկը Ամերիկայի Միացյալ Նահանգներում այս կերպարին այրի, իրանք կմեղադրեն անտիսեմիտիզմի մեջ եւ կձերբակալեն։ Կասեն, օ դու վիրավորեցիր, հա, մեր հրեա։ Իհարկե ոչ բոլոր հրեաներն են անշուշտ սատանա պաշտա։ Մի խոսքով, այս սեկտայի ներկայացուցիչներին դու վիրավորեցիր, իսկ իրանցիները երկրորդ անգամ ոնց նայում են, այս միակ երկիրն է աշխարհի վրա, որտեղ ոչ մի ձև չեն կարողանում իրենց ուզածին հասնեն հրեաները, չեն կարողանում։ Երևի դրանով է պայմանավորված, որ ես ուզում եմ, որ դա միշտ լինի, որ գոնե լինի աշխարհի մի տեղ, որտեղ իրանք իրենց խնդիրը չեն կարողանում իրենց ուզածով ամեն ինչ լինի։ I just found something in the Epstein files that literally no one is talking about. It's an email from a man named Robert Trivers, who is an evolutionary biologist, to Jeffrey Epstein. And in this email, Robert Trivers is talking about transgender ideologies. He's talking about chemically changing men and women to make them more sexually desirable to Jeffrey Epstein. Բիոլոգիայով զբաղվող գիտնական է, որը առաջարկել է դեղորայք աներ վակցինաներ, որոնք կօգտագործվեն 3 տարեկան եւ բարձր երեխաների վրա, որոնք երեխաներին կզրկեն սեռի զգացումից եւ ինքը առաջ է տանում տրանսգենդերների անսեռ մասսայի քաղաքականությանը եւ քարոզին եւ այդ դեղերի կիրառմանը, որով դրանով ասեն Էփշտեյնի ընտրությունը մեծ լինի։ He also talks about pushing these transgender ideologies onto children as young as 3 years old. Եվ նաեւ խոսման մասին, որ դա պետք է լինի օրակարգում 3 տարեկանից սկսած։ Ես հիշեցնեմ, որ ընդամենը 3 էր, որ այն լսումների ժամանակ հրավիրել էին ամենամեծ այդ կամպանիային, մեդիա կամպանիային Netflix-ի գլխավոր տնօրենին եւ հարցնում ինչի՞ց է, որ ձեր ամբողջ եթերների 50%-ը տրանսգենդերների մասին է։ 50+։ Ասում եք քաղաքականությամբ չեն զբաղվում։ Ասում եմ դու քաղաքականությամբ չես զբաղվում։ Դու 50+% քո եթերային ժամանակը
դու փաստորեն քարոզում ես տրանգեզդերիզմը չկա սեր իմջանոց սա մենակ Netflix-ով չի եթե նկատել եք կա արդեն հագուստի մեջ unisex կոչված է որ շորա էլի իրական չի սերա անսեր մարդկանց բուծելու ծրագիրը էլի դրանցից է գալի էլի սրա հետևորդներից է գալի հասկանում եք անսեր մարդ բուծելու սրանց հետևորդներն են բոլորը եւ փաստորեն սրանք մտել են դպրոց մանկապարտեզ մեդիա բոլոր տեղերը սրանք են եւ նորից եմ ասում այն կազմակերպությունները որոնք կոչված են աշխարհով մեկ եւ Հայաստանում նաեւ պաշտպանել երեխաների իրավունքները փաստորեն բոլորը կապված են եւ անդամ են այս հրաշավոր սեկտաներին որտեղ հենց իրականացում են այդ այլանդակությունները սա էլ այդ մասին ու վերջ թե ինչ են անում դրանք From the Epstein files. All you need is a blood transfusion from the pack and you reverse aging. What does this mean? It means that the adrenaline Մետոսկոպսման այն ինչը դուք այն ինչը իրանց պետք է դա է քիմիկատն է որը reverse անում aging այսինքն տադիքը պակասացնում է այդ օգտագործողների խոսքը ծայրահեղ վախեցած երեխաների արյան մասին է որը իրենք խմում են որը խմել են եւ խմում են որը փաստորեն հազարավոր տարիներ հազարամյակներ եւ դա մասին ձայնագրություններ կա որտեղ իրանք էլ խոսում են դրա մասին որ դա իրանց տրադիցիան է դա իրենց ռիտուալն է ամեն ինչ գալիս է դենը ու ես մարդը ես չեմ ուզում ամբողջը լսել որովհետեւ սա լսելուց հետո մարդը գնում է ծանր վիճակի մեջ ու այդ մարդիկ կան տեղ շարունակում են որ ոչ մեկ ձերբակալված չի Ամերիկայի միացյալ ոչ մի քրեական գործ չկա եւ դատախազն ասում է եթե դրանց մենք ձերբակալենք բացահայտենք ամերիկյան համակարգը կքանդվի եթե մենք դա բացահայտենք բրիտանական թագավորական համակարգը կքանդվի նորվեգիայինը կքանդվի ես չգիտեմ ել այնտեղ որն է քանդվելու բայց եթե մենք ամեն ինչ բացահայտենք աշխարհը կքանդվի ես էլ ասում եմ բացահայտեք թե չբացահայտեք քանդվելու է դե դուք չեք կարող չբացահայտել ջինը շշից դուրս է եկել այո էլ չկա նախին աշխարհը բայց սա ուրիշ իմաստով չկա այն որ մարդիկ տարիներով տասնամյակներ իմացել են դա մասին խոսվել է բայց մտածել են որ սա վատ երազ է չափազանցություն այդ ջհուդա մասոնիզմը, չգիտեմ, ջհուդա քրիստոնեությունը։ Գիտեք որ սիոնիստ քրիստոնյաներ կան մեծ քանակությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Իսրայելի քարոզն են անում։ Սրանք բոլորը ագենտուրային ցանցեր են։ Բոլորը խայտարակ մի հատ մեծ կուլտի անդամներ են, որոնք հրեշը իրականություն է։ Սա աստվածային կերպար չի փաստորեն։ Ներողություն, աստվածային չէ, աստվածաշնչային կերպար չի փաստորեն, հրեշի իրականությունն որը կա, որը հետևորդներ ունի, շատ, որոնք այսօր կառավարում են երկիրը, եւ նոր աշխարհը, այո, նոր աշխարհը լինելու է, որովհետեւ այսօրվա արդեն որ ոչ մեկի մոտ նույնիսկ հարց չի առաջանում, եղել է դա թե չի եղել, գիտեմ որ արդեն եղել է, նայում են սոսկալի սարսափելի վիդեոները պատճառներն էլ գիտեն կարևոր չի մարդու երևակայության մեջ դա տեղավորվում է թե չէ գիտեն որ կա պատճառը գիտեն փաստերն են կա եւ ամեն մեկը իր տեղում իր երեխային իր ընտանիքը փրկելու համար պայքարելու է սրա դեմ ու պայքարում է Եվրոպայում դա ավելի շուտ արդյունքի կհասնի քան Ամերիկայում բայց Ամերիկայում չեն կարող սա սկսել որովհետեւ 30 միլիոն մոտավորապես մարդ կա զինված զինք ունի, դու ոնց կարող ես իրավունք կխտաս ու սահմանադրել դա իր պարտականությունն է իր սահմանադրական իրավունքները պաշտպանել նենց որ կապենք Կերևա ու շատ շուտով Կերևա իսկ հիմա վերադառնանք Հայաստան հասկանանք մեր խնդիրները ոնց են լուծվում այ Գալո Արմենը այն նկատել որ 30 տարի քանդել են, թալանել են դրա համար ենք այս վիճակում այս ինքը սա չի տեսել երևի Գալո Արմենի պատկերացած
ժողովրդավարական Հայաստանում, որը փորձում են քանդել քայքայել, սա է ճիշտ ասֆալտի վերանորոգելու լցելու ձևը։ Հա, գալու Արմեն։ Այն երկրում, որ դուք ապրում եք, երևի սենց են, հա, ասֆալտ սարք։ Էսի հաստատ նախքին կլինի, բայց չես տնում Օպելա քշածը։ Ուրեմն ոչ միայն նախքինը, նաև Ավինյանի հոր ասելով նաև համբալա։ Փաստորեն համ համբալա, համ Ավինյանի համար աշխատում է, որովհետև Ավինյանի կեղտերն հանցագործություններն է ուզում ծածկի։ Ես չգիտեմ, հասկացա՞ր կարող եմ, թե նախապատմությունը չգիտես։ Ամեն դեպքում։ Նախկիների ժամանակ ասֆալտն է փոստարցել։ Հա։ Նույնը կարող են ասում, չեք հավատում։ Չեք հավատում, նայեք ասֆալտը ոնց են անում ճիշտ տղեկը։ Այսենց։ Սա բաղաշապատն է։ Հարգելի բաղաշապատցիներ, դուք որ ընտրեցիք։ Դեռի չէ պետք է լինի։ Դրսեր նայեք։ Դեռի չէ պետք է լինի։ Իսկ սա հայտարարում է, որ ախ, փախավ։ Դա մի խոսքով է Խուդինյան էր, այդ կա չէ, այդ չգիտես դրանց ինչ ասես։ Մարդկային տեսակով դունից նրանք մարդ չեն, որ դες մի բան ասես, էլի։ Անհասկանալի ծնունդ, բնությանը անհայտ ծնունդ, էլի։ Ես քաղաքական պատասխանատվություն եմ կրում մեր սարքած ասֆալտից, ԿՊՆ ասում է, իրենց տարածքային կառավարման նախարարն է կարծել։ Մեր սարքած ասֆալտից մի սանտիմետր նույնիսկ չի փչացել։ Այնպես որ այն ինչ որ դուք տեսնում եք, հարգելի ժողովուրդ ջան, այս բոլոր այն ինչ որ կա, իրանք չեն սարքել։ Իրանք երթվում են։ 8 տարվա մեջ իրանք ասֆալտ չեն արել։ Ճիշտ է, 8 տարի բոլորին կերակրել են ասֆալտով, ով խոսացել է բերանապտագել են ասֆալտով, այս որ այն լցում են փոսը, սենց շաղ էին տալի։ Աշխարհի որտեղ են տեսնեն սենց ասֆալտ են անում, խելագարվենք, ասեն արա, փաստորեն սենց հեշտ է եղել, մենք էլ սենց տեխնիկաներ ենք բերել, բետոն ենք փռել, տրամբովկա ենք արել, հետո մի հատ շերտ ասֆալտ ենք արել, հետո մի հատ էլ ֆինիշ վերջի շերտն ենք արել, անենց որ այդ ասֆալտը կյանքում ճակ չտա, փաստորեն այսքան հեշտ է ասֆալտ անելը, պատկերացնում եք։ Այս էլ իրանք չեն, էլ են նախքին են համբալա որ եկել էր օպելով, փաստորեն նախքին համբալա, ինքը իր հետ այս կառավարությունը ոչ մի կապ չունի։ Հասկացաք, 8 տարել իրանք ասֆալտ չեն արել։ Այս ինչ որ տեսնում եք, սա նախկիների ասֆալտն է։ Հա։ Փաշինյան Նիկոլն էլ է այդ ասում։ Դե ասֆալտը, դա տենց այդ բառը խանդաղատանքով է պետք է արտասանել։ Հետևաբար այդ ասֆալտը բան չի։ Այն ասֆալտը չի։ Էնպես որ պետք է նորմալ է։ Նորմալ է, ժողովուրդ։ Այ, նորմալ է։ Մեզ երևի դա էլ է շատ, ըստ սրա։ Քանի կարող ասենց հեգնի, ծաղրի, վստահ եմ, որ ես գալու Արմենը լրիվ համաձայն է, ծափել է տալիս սրան։ Սոսկալ է, ես իրա մասին չգիտեի, ավելավես չիմանայի։ Լսել էի, որ քոավ կա, լսել էի, որ տես կազմակերպություն կա, բայց որ տնօրենին կարելի է, այդ ամբողջ տիրոջը կարելի է ասենց անելու ինքը տես խոսել, որտեղ նորից եմ կրկնում, չեմ հավատում։ Չեմ հավատում, որևէ բանական եւ բարոյական մարդ սեփական կամքով դառնա Նիկոլ։ Նույնիսկ Նիկոլը սեփական կամքով չէ, սեփական շահերի դիմաց է դառել Նիկոլ։ Հա, գոնե այնտեղ շահի հանգամանքն է, վստահ եմ։ Այսինքն ինքը նեյտրալ, ինքը ոչ մի բան է։ Եթե ինքը չունի շահ, Նիկոլ ոչ մի բան է, նա նույնիսկ կարծիք չունի։ Նա կարծիք ունի բացառապես շահի դիմաց։ Բայց մարդ ունենա կարողություն սեփական կամքով դառնալ Նիկոլ, որ մի քիչ իմ համար կարող է ես միամիտ եմ, ինձ ասում են, չէ, որ ես ռոմանտիկ միամիտ եմ, ես չեմ ասում, չէ, որովհետև ռոմանտիկ միամիտ չլինեի, կմտածեի դավադիր է կարող ամենը, բայց չեմ հավատում, չեմ հասկանում երևի դրանից է։ Իսկ հաղորդումը ուզում եմ ավարտել այսա։ Այս նկարի մեջ գիտեք ինչքան բան կա։ Ախ, Հայ քահանան
Մատը դեսի կրակը։ Մնացածը թռնեն վրա։ Ես որ ասում եմ, այդ քրիստոնեությունն է մեր հայերեն։ Քրիստոնեությունն է մեր մոտ հայկական։ Շատերը ինչ չեն հասկանում, նո։ Չի։ Անենց կուզեի իրոք բոլոր քահանաները այսենց այս ջահը ձեռքերը այսենց կլակը վառել։ Զենքը ձեռքերը մեզ պատերազմ առաջնորդեի։ Պալակատը ձեռքերը մեզ դեպի բարիկադներ առաջնորդեին բռնակալների դեմ։ Ես ես եկեղեցու չեմ 24 ժամ կողքը կլինեի այս քահանաների 24 ժամ որ շաբաթը 7 օր այ որտես լինեին այ կասեի իմնա իմ սրտովը ես չեմ խոսում կրոնական կոնցեպցիաների մասին դոգմաների մասին չեմ խոսում ես խոսում եմ ռեալ կյանքի մասին որ այսպես պիտի լինի հա ես կրակապաշտ եմ ոչ թե կրակին եմ պաշտում, չէ, կրակը դա բնությունն է, դա բնության տարերքն է, ինքը սիմվոլ է, արևը տարերք է, ջուրը տարերք է, կրակը տարերք է, դու չես կարող փախնել դրանից, որտեղ բուն քրիստոնեությունը սա չունի, սա մեր էթնիկ հարազատ տոնն է, որը եկեղեցին եկել է, որպեսզի մեկուսացված չմնա, եկել ասել ձևավորվել է դրա շուրջը ու բոլոր տոներն են տաղավարները տենց։ Դա եմ ասում մեր քրիստոնեությունն է հայկական դարձել ընթացքում։ Ոչ մի քրիստոնեական համայնք աշխարհում sense բան չունի։ Ոչ միտեղ կտակ չի վառում ես կանա։ Ոչ միտեղ, ոչ կաթոլիկ, ոչ բողոքական, ոչ ռուսական, ոչ հունական, ոչ միտեղ սա զուտ հայկական է։ Մենք sense մնացել ենք այն մեջտեղում, էլի, sense մենք չգիտենք ինչ լինենք ու այդ տեղը որ մեր անվստահությունն է զգացվում։ Պետքա թոթափել այդ ամեն ինչը։ Արա ասել հա ես հայ եմ, ես էթնիկ հայ եմ, այս կրակը իմն է, սա իմ խորհուրդն է, սա իմ տարեջքն է, ջուրը որ շփում եմ իմ ընկերոջ հարազատի վրա։ Դա ես մաքրում եմ իրան, ինձ դա իմ տարեջքն է, ես չեմ ամաչում դրանից։ Հա ես էթնոս եմ, ես էթնիկ դա իմ տոնն է։ Ես էթնոսի ներկայացուցիչն եմ, որ չար լեզուները այդ ամեն ինչին ասում են հեթանոս, դա ամեն ինչին տալով բացասական կոնտեքստ, բայց դա էթնոսի հարստությունն է, ոչ մի ազգ չունի դա։ Մարդ ունենա այդ ամեն ինչը, ամաչի, հրաժարվի, բարեր կպցնի, հա։ Սխալ այն արեք, վերադառնանք մեր իրական արմատներին, առանց ամաչելու, առանց մերժելու որևէ բան, առանց ուրանալու քրիստոնեությունը, առանց մերժելու խաչը, առանց ամոթի, բայց ամենակարևորը գիտակցաբար, սրտով հայանանք, դառնանք հայկ։ Եվ տեսեք աշխարհը միանգամից մեր շուրջը ոնց է փոխվում։ Մենք դառնանք ավելի հասկանալի, ավելի պարզ, ավելի չեմ ուզում ես բառից խուսափեմ, ավելի մաքուր, որովհետև ինչ կա ավելի գնահատելի հանգամանք, քան անկեղծ ու մաքուր մարդը, ոչ չի ամաչում իր իրական կերպից, իրական տեսակից։ Եվ չի վախենում մատոցուս կտանք ասեն հեթանոսը։ Ինչ է նշանակում հեթանոս։ Ինքը էթնիկ իր ժառանգության կրողն է ուզում լինի։ Ինքն էլ է փնտրտուքի մեջ։ Ինքն էլ գիտի, որտեղ մի բան կա, որը մոռացվել է, որը ջնջվել է, բայց ինքը կարևոր է։ Արելի մետ հասկանանք, տեսնենք, այնտեղ ինչ է մնացել, քրիստոնեությունը ինչ է առաջարկում, բուդդիզմը ինչ է առաջարկում։ Եվ հետո տիեզերքը, քվանտային ֆիզիկան ինչ է առաջարկում, եւ մենք հասկանանք այս ամեն ինչի մեջ համախառն արդյունքում հայ մարդը որտեղ է, որն է իր սեփականն է, որն է ներմուծածը, որտեղ է ջհուդա քրիստոնեությունը մերը չի արա, չի կարա, մեր սրբերը լինեն բոլորը հրեա։ Ոնց կարող է իմ սուրբը լինի հրեա։ Չի կարա, աղբեր։ Ես այդ հրեա անունը չեմ կարող աղոթեմ։
Հիմա կարող է մեկի համար սա, ինչ ասեմ, քրիստոնեության նկատմամբ ուրացում լինի։ Ոչ, եղբայր, ես հարգում եմ ցանկացածի ցանկությունը, բայց կլինի ես չաղոթեմ։ Ես ուզում եմ իմ աստվածներին աղոթեմ։ Ես ուզում եմ իմ ազգի հետ մնամ, իմ արմատների հետ մնամ։ Հարգեմ բոլորիդ։ Արեք իրար հետ դառնանք հայ, առանց մերժելու որևէ բան, որտեղ այս քահանան իմ հայնա, ճիշտ է, բզին խաչա կախած, որ կրակը վառում արա։ Ու գիտեք, որ իրանք կրակը վառելով են խաչը ձեռքերին, զենքը ձեռը սարդարապատ են փրկել, բայց իմ հայնա։ Արցախ են ազատագրել, բայց իմ հայնա։ Նույնիսկ եթե խաչել չներ ձեռք, ուրիշ լեզվով էլ խոսար, ուրիշ դավանանքեր ունենալ, բայց այդ գործողություններ անել, բայց իմ հայնա, ու տեսեք մենք միանգամից ոնց ենք սենց վերափոխվում որպես ազգ, ու մեր հետ ոնց է հանգիստ շփվում համշենահայը, չի ամաչում, որ ինքը հայերեն չի գիտի, չի ամաչում, որ ինքը քրիստոնյա չի, ինքը զգում է, որ ինքը իմ հարազատն է, վերջ աղբեր, վերջ, ու այդ ժամանակ դադարում ենք սենց կտոտ, սենց ինչ-որ մեզ չեն կարա բաժանան, ինչ-որ գարոներ ասեն, ոչ չի կարելի համատել բոլշևիկների հետ Նիկոլ Փաշինյանը, խի, բոլշևիկներից կեղտոտ բաներ անում Փաշինյան Նիկոլը, նացիստներից կեղտոտ բաներ անում, ես ինչի պետք է չհամեմատեմ, ինչա քո սրտով չի, բայց ճշմարտությունը որտեղ է, ճշմարտությունը մի հատ է, մեկ հատ, այսինքն մի հատ, փորձի մնաց դրա շուրջը, տես ինչքան քիչ մարդ է մնում կողքդ, գիտեք ինչի, որովհետև թանկ արժի ճշմարտությունը եւ ամեն մի հարուստի բան չի ճակերտավոր, այ գարոյի նման հարուստների բանը չի ճշմարտությունը, որտեղ ինքը չափազանց թանկ է իրանց համար։ Բարձրեց հարուստ լինել լրիվ ուրիշ տեղ է եւ լրիվ ուրիշ բան է, լրիվ ուրիշ բան է նշանակում։ Այս անեկդոտն պատմեմ ու այդ ճշտի մասին։ Երկու հոգի Երևանում ասեմ, հա։ Սուրճ են պատվիրում։ Աղջիկը մոտենում ասում է ինչ սուրճ բերեմ։ Դե ասում եմ մեզ ճիշտ սուրճ բեր։ Այդ աղջիկը դնում է մի գավաթ սուրճ, բերում է դնում է երկուսի դեմ։ Ասում է, մենք երկու սուրճ ենք ուզում։ Ասում է այդ աղջիկները իրանցից երրորդ մասցի էր։ Ասում է ճիշտը մի հատ արի։ Այս նոտայի վրա էլ այսօր ուզում եմ ավարտել։ Լավ ունեցեք։